Դարի չարիքը քաղցկեղը ցավոք չի շրջանցել նաև այս ընտանիքին։ Հիվանդություն, որը ներխուժում է մարդկանց կյանք, անխնա խլում է խաղաղությունը, փոխում երազանքներն ու ամեն օրը վերածում գոյատևման պայքարի։ Այսօր այդ ծանր պայքարի կենտրոնում 46-ամյա Արսենն է, Արցախյան պատերազմների մասնակից, հայրենիքի պաշտպանը, ով տարիներով վտանգել է սեփական կյանքը, երկիրը, հողն ու ժողովրդին պաշտպանելու համար։ Ասում է, իսկ այսօրվա պայքարը ամենադժվարն է կյանքի ամենադաժան մարտը։ Հեռախոսը զանգում կեսն է մարդու։ Չգիտես, հեռախոսը բեկարես մորուի պատասխան տաս։ Մեկի մեջ մի հատ գլուխ է, մեկի մեջ այսքան տեղն է կտրտված։ Մեկի ոտն է, մեկի ձեռն է, ես ինքան որ փաթաթում ենք ուղարկում, չգիտես որը որտե դնես։ Եկել ենք ստեղ Երևան, պապան որ կռվի մեջ էր, ամեն վարկյա մտածում էինք, ուզում էինք կապ հաստատենք, շատ էինք մտածում պապայի մասին, մինչև որ եկավ, բայց որ մաման էլ պատմեց, որ պապան վիրավոր է, այդ ոբշե, որ պապան ոբշե չէր ասել, որ ինքը վիրավոր է, մինչև մենք իմացանք, արդեն ինքը լավ էր իրան զգում։ Պատերազմը Արսենի մարմնի վրա թողել է իր ծանր հետքերը, կոնտուզիա եւ բազմաթիվ բեկորային վնասվածքներ, սակայն նա երբեք չի դադարել ծառայել մարդկանց։ Տարիներ շարունակ Արցախում հրշեջ փրկարար է աշխատել, ամեն օր վտանգելով սեփական կյանքը, ուրիշներին փրկելու համար։ Իսկ բռնի տեղահանությունից հետո արդեն Հայաստանում աշխատել է բուսաբանական այգում, փորձելով նոր կյանք սկսել ու արժանապատվորեն հոգալ ընտանիքի կարիքները։ 2023 թվականը այս ընտանիքի համար դարձավ ցավի ու կորուստների տարի։ Նրանք ինչպես հազարավոր արցախցիներ ստիպված վերջնականապես լքեցին հայրենի տունը, Արցախի ասկերանը, թողեցին իրենց օջախը, հարազատ պատերը, հուշերով լի բակը ու եկան Հայաստան ապավինելով վաղվա օրվա հույսին։ Այն ժամանակ ինձ էլ կամազով որ աշխատում էի փեդի անը։ Մարդիկ իրանց բենզինը սալարկան տալիս էին, ես իրանց համար փեդ էի տանում։ Արսենը ինքը յուղացիներին, ինքը բոլորին բան արեց, տեղահանեց ինքը, որտեղ վտանգը մեծ էր, որ յուղը կհայտնվի շրջափակման մեջ։ Բայց ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ճակատագրի ծանր հարվածը դեռ առջևում էր։ Անցյալ տարվա հոկտեմբերին բժիշկները Արսենի մոտ ախտորոշեցին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Ախտորոշում, որը գլխիվայր շրջեց ամբողջ ընտանիքի կյանքը։ Բժիշկներն ասում են հնարավոր չէ վիրահատություն կատարել։ Կյանքը շարունակելու միակ ճանապարհը քիմիաթերապիան է։ 10 օրվա ընթացքում ցավել աստծոս, ասել եմ ցավում այլ եսիմ։ Բանի տեղ չեմ դրել։ Հիվանդանոցում պարզվել է որ ուռուս կա։ Նենց էի լացում բարձրացայ, ողնում էի քաղաքի մեջ, ստենդը թանկ հաճույք է, մոտ 1 միլիոն դրամ կաշենա, բայց դրենաժը հնարավոր է նաև անվճար, ասում եմ, իսկ Արսենին իմանալով ինքը դրենաժով կարող է 10 օր էլ չապրել։ Ամեն ամիս անհրաժեշտ է անցնել 2 բուժման կուրս, որոնցից յուրաքանչյուրն արժե 150,000 դրամ։ Այսինքն միայն բուժման համար ընտանիքին անհրաժեշտ է ամսական շուրջ 300,000 դրամ, ինչն այսօր այս ընտանիքի համար անհաղթահարելի բեռ է։ Արսենը հիմա այլևս չի կարողանում աշխատել։ Հիվանդությունը քայքայել ու խլել է նրա ուժերը։ Երբեմնի ամուր ու տոկուն տղամարդը, որի տարիներ շարունակ մարդկանց կյանքեր էր փրկում, այսօր դժվարությամբ է հաղթահարում նույնիսկ ամենաթեթև ֆիզիկական աշխատանքը։ Սակայն նա չի կորցրել հավատը, չի կորցրել ապրելու կամքը, որովհետև գիտի իրեն սպասող 4 զույգ աչքեր կան, որոնք իրենց հայացքը հորն են հառում, սպասելով ու լիահույս ակնկալիքով, որ նա այս դժվարին փորձությունն էլ անպայման հաղթահարելու է։ Փոքր բաներ կա, որ երեխան ոտից նստում ցավացնում է բան, բայց դաժե երեխան էլ չեմ ասում, որ մի նստի։ Ինքա որ մեջ սպանում եմ էլ եսիմ։ Երևի այդքան տեսնելուց ա եղել, եսիմ։ Ամեն մի պայթունից մարդ էսել է ախրը մեջ թվռում է։ Երկրորդ կարգ են տվել իրան, հա, հիմա պետք է շարունակենք, բայց բուժումը ու ցավալին էտա, որ մենք չգիտենք ինչքան, քանի կուրսն է պիտի ստանա։ Ընտանիքի ամբողջ հոգսը այսօր կնոջ ուսերին է։ Ինգան մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Ամեն օր դպրոցում երեխաներին սովորեցնում է թվերի ճշգրտությունն ու տրամաբանությունը, իսկ տուն վերադառնալով փորձում է հաշվել դասավորել ընտանեկան բյուջեն այնպես, որ բավականացնի տան վարձին, սննդին, երեխաների կարիքներին ու ամենակարևորը ամուսնու բուժմանը։ Սակայն ուսուցչուհու աշխատավարձն ու Արսենի թոշակը հազիվ են բավականացնում ամենաանհրաժեշտ ծախսերը հոգալուն։ Ամեն ամիս նրանք կանգնում են նույն հարցի առաջ.
Ինչպես շարունակել բուժումը, երբ յուրաքանչյուր քիմիաթերապիայից է կախված Արսենի կյանքի թելը։ Մաման դե ցույց չի տալի տենց, որ ինքը նեղված է, կարող է ինքը սենց թաքուն ինչ-որ միտեղ, բայց մեր մոտ միշտ ուրախ է ցույց տալիս իրան բան, բայց ես էլ հոթելում եմ այդքանը ու ամեն օր մտածում եմ աշխատելու մասին։ Ու ամեն օր միտեղ գրում եմ, որ աշխատեմ ես։ Թեկուզ սենց մի հատ գործ, որ իմանամ, որ այդ իմ գործից կգա ինչ-որ գումար, որ ես կարողանամ օգնեմ իմ ընտանիքին։ Իմ համար շատ դժվար էր այդ նամանավանդ այն ժամանակ, երբ որ ինքը չգիտեր իր հիվանդության մասին։ Ինքը քնում էր, ես բարկած լացում էի, որ կարող է վաղը չլինի, կարող է ընդամենը 2 ամիս ապրի։ Շատ ես երեխաների մասին էի ավելի շատ մտածում, թե ինչ պիտի ասեմ իրանց։ Այս ընտանիքի ամենամեծ հարստությունը 4 անչափահաս երեխաներն են։ Չնայած տարիքին նրանք արդեն ճաշակել են կյանքի դժվարությունները, բայց չեն կոտրվել։ Նրանք գերազանց են սովորում, մասնակցում են տարբեր մրցույթների, արժանանում պատվոգրերի, շնորհակալագրերի ու բարձր գնահատականների։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մեծ երազանքը, իր նպատակները, իր պատկերացրած ապագան։ Սակայն այսօր բոլոր երազանքներից վերը մեկն է՝ հայրիկը հաղթահարի հիվանդությունը։ Նրանք ուզում են, որ հայրիկը կրկին ժպտա, կրկին ուժ ունենա իրենց դպրոց ճանապարհելու, խորհուրդներ տալու, իրենց հաջողություններով հպարտանալու։ Նստում ենք, խոսում ենք, հասկանում ենք, որ մեկը պետք է բուժվի, որ անիմաստ չպետք է ասենց բան անենք, լացենք։ Երեկոյան խմեց պապան, իրար հարցնում են ստենդի տեղը, տանում են հե պապ, եթե չես խմել, խմի իրանք էլ իմ հետ, բան են անում, հետևում են։ Բայց այս ընտանիքի դժվարությունները միայն հիվանդությամբ չեն սահմանափակվում։ Նրանք շարունակում են ապրել վարձով, քանի որ դեռ չեն կարողանում օգտվել բնակարանի ձեռքբերման պետական սերտիֆիկատից։ Պատճառը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ կապված խնդիրներն են, որոնք շարունակում են խոչընդոտել նրանց ունենալու սեփական տուն, սեփական անկյուն, որտեղ երեխաները վերջապես կզգան ապահովություն։ Նաև մերժել են բանը, այդ 40+10 ինչ են ասում, այդ աջակարիքավոր նամակով կա, ինձ եկել է պատասխան, մերժվում է, քանի որ ընտանիքը չի համարվում կարիքավոր։ Վարձով տան մուտքի մոտ մանր կտորների միջից իր ձեռքերով հավաքում էր մի փոքրիկ մակետ Արսենը։ Առաջին հայացքից պարզապես մի քանի կտոր գարդոն իրար կողքի էին դրված, բայց իրականում դրանք մի ամբողջ աշխարհ էին։ Արցախի տունն էր, այն տունը, որտեղ մեծացել էին երեխաները, որտեղ ամեն պատ հիշողություն ուներ, որտեղ ամեն արշալույսը բացվում էր հարազատ հողի բույրով ու օդի շնչով խառնված։ Արսենը գիտի, որ տունն այլևս չկա, բայց հուշերն իր հետ են, ոչ ոք չի կարող խլել։ Դրանք շարունակում են ապրել նրա ձեռքերի շարժումների մեջ, նրա լռության մեջ, նրա աչքերում։ Այսօր Արսենը 2 պայքար է մղում, մեկը ծանր հիվանդության դեմ, մյուսը մոռացության։ Նա փորձում է պահել իր տունը, թեկուզ փոքրիկ մակետի տեսքով, որպեսզի երեխաները երբեք չմոռանան, թե որտեղ են իրենց արմատները։ Մենք չենք կարող վերադարձնել նրա կորցրած հայրենի տունը, բայց կարող ենք հիմա ձեռք մեկնել երեխաներին, օգնել, որ նրանք չկորցնեն հայրիկին։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։